400,000 ձու մեկ օրում։ Երկրում սպառվող ձվի կեսից ավելին արտադրվում է Արաքս թռչնաֆաբրիկայում։ Արտադրության լայն ծավալները, ավտոմատացված համակարգը եւ որակի վերահսկողությունը ընկերությանը դարձրել են շուկայում առաջատարներից մեկը։ Արտադրության ամբողջ process-ը ավտոմատացված է, սա հոսքագիծն է։ Ավտոմատացված համակարգով հավքիթները գալիս են դեպի արտադրության գործընթաց։ Լուսային օվոսկոպն է, որտեղ վատ որակի հավքիթները դուրս են գալիս, լավ որակիները արդեն գնում են փաթեթավորման։ Շուրջ 30 տարեկան թռչնաֆաբրիկայի պատմությունը սկսվում է 1997 թվականից։ Խորհրդային միության տարիներին Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկայի ջրառատի հիման վրա ստեղծվեց Արաքսը։ Այժմ արտադրվում եւ իրացվում է օրական ավելի քան 10 տոննա հավի միս եւ մսամթերք։ Մեր բոլոր հավերը սնվում են բացարձակապես բարձրակարգ սնունդով, ոչ մի հավելանյութ, հավելումներ չեն օգտագործում։ Ունենք երկու առանձին ապրանքանիշ, քոկոն եւ թարմը, որտեղ հավերը սնվում են կանաչ խոտով տարին 12 ամիս։ Իսկ մնացած պարագաներում մեր սնունդը բարձարձակապես բարձր որակի է եւ ամեն օր անցնում է լաբորատոր փորձաքննություն։ 25 թռչնանոցներից կերի տրամադրումը, հավքիթների տեղափոխումը, արտադրական միջավայր, տեսակավորումը, ամբողջ գործընթացի պատասխանատուն եվրոպական բարձրակարգ սարքավորումներն են։ Մեր արտադրանքը շուկայում տարբերվում է իր բարձր որակով, սպառողների ընտրությամբ եւ դրա վկայությունն է այն, որ ամեն տարի մենք պահպանում ենք մեր դիրքերը եւ ունենում ենք սպառողի ընտրություն։ Թռչնամսի արտադրության բոլոր փուլերում ավելի արդյունավետ աշխատանքի համար օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաներ։ Մսամթերքը ճիշտ ջերմային մշակում անցկացնելուց հետո դուրս է գալիս փաթեթավորման սրահ, որից հետո անմիջապես կախվում է կշեռք կանվերին։ Այս կանվերի միջոցով հնարավորություն ունենք կոնկրետ քաշերով ընտրված քաշերը առանձնացնել։ Եվ կշեռքը ավտոմատ ինքը կանվերից հավը գցում է համապատասխան։ Մսամթերքի մշակումից եւ փաթեթավորումից հետո պատրաստի արտադրանքը փոխանցվում է առաքման բաժին։ Մինիմալի է բերված մարդկային գործոնի ֆակտորը։ Ամբողջ մորթի գործընթացը տեղի է ունենում ավտոմատացված process-ով։ Մորթի ավարտից հետո հավը մտնում է օդակաթիլային համակարգ, տարածաշրջանում եզակի թռչնաֆաբրիկաներից ենք, որ ունի այդ մեծ համակարգը։ Դրա շնորհիվ մենք կարողանում ենք ճիշտ ջերմային մշակում անցկացնել հավը, վերել 4-ից 6 աստիճան ջերմաստիճանի, որ այն ճիշտ ջերմաստիճան է, որով կարելի արդեն կատարել փաթեթավորում եւ բարձրորակ արժեքը մսի մնում է։ Այսօր թռչնաֆաբրիկան արտադրում եւ իրացնում է Հայաստանի շուկայի թռչնամսի մոտ 35-ից 40%-ը։ Արտադրության հաջողությունը պրոֆեսիոնալ անձնակազմն է, կարգապահությունը, բարձր որակն ու մշտապես վերահսկողությունը։ Սննդի արդյունաբերության ոլորտը համարվում է ամենաբարձր ոլորտներից մեկը։ Ամենօրյա ռեժիմով կատարվում է աշխատանքից հետո մաքրման աշխատանքներ հատուկ թույլատրելի սննդային ախտահանիչներով, ամբողջ տարածքը, ամբողջ գործիքները, սարքավորումները ախտահանվում են։ Դա է պատճառը, որ մենք ունենում ենք միշտ բարձր որակի, բարձր ցուցանիշներով, սննդային արժեքներով մսամթերք։ Արաքս թռչնաֆաբրիկայի գործընկերը լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ագբա լիզինգն է, որի աջակցությամբ էլ արտադրությունը համալրվել է անհրաժեշտ տեխնիկայով եւ սարքավորումներով, բեռնատար մեքենաներով, ամբարձիչով, գեներատորներով ու բարձր հզորության պարևային կայանով, որը թռչնաֆաբրիկայում տեղադրել է Ագբա լիզինգի մեկ այլ գործընկեր Sun Provider ընկերությունը։ Ագբա լիզինգի միջոցով ձեռք բերված սարքավորումները մեզ հնարավորություն են տալիս ավելի զարգացնել արտադրությունը եւ ավելի որակապես լավ արդյունք տալ։ Արևային վահանակները խնայողության մեծ բազա են, մեծ հիմք են հանդիսանում մեր ընկերության համար եւ այդ խնայողությունները ավելի կատարելագործվելու նոր հնարավորություններ են։ Ագբա լիզինգ ընկերության ֆինանսավորմամբ իրականացվեց այս պրոյեկտը Արաքս թռչնաֆաբրիկայում, տեղադրվեց 2550 հատ վահանակ, Jinko Solar եւ 15 Huawei ինվերտորներ, որի արդյունքում ունեցանք 1500 կՎտ դրվածքային հզորության պարևային կայան։ Արևային կայանի արտադրանքը կազմելու է 2.200.000 տարեկան արտադրանք, որը համեմատության մեջ կարելի է ասել դա տարեկան 600-ից 700 բնակարանների լուսավորության սպառումն է։ Արաքս թռչնաֆաբրիկան շարունակում է հայկական շուկայում ընդլայնել իր տեսականին եւ ներկայանալ նոր արտադրատեսակներով։ Ընկերությունը արդեն շուկա է ներկայացնում նաեւ հավի մսից պատրաստվող կիսաֆաբրիկատներ ու նրբերշիկներ։